Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ուրախ եմ ողջունել բոլորիդ եւ իհարկե առավոտից մաղթում եմ միմիայն հաճելի տրամադրություն, հատկապես նրանց համար, ովքեր աշխատանքի մեջ են եւ արձակուրդում չեն, ապա սկսվել են բաղձալի հանգստյան օրերը, շաբաթ օր է այսօր եւ դա նշանակում է, որ հանրայինի ուղիղ եթերում առավոտը երաժշտական է եւ մենք մոտավորապես ժամուկես լսելու ենք հիանալի երաժշտական կատարումներ։ Իսկ այսօր եթերում կաշխատեմ ձեզ համար ես Լուսինե Մուրադյանն եմ։ Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ մեզ կարող եք ոչ միայն լսել, այլև կարող եք դիտել։ Մուտք եք գործում մեր տուն նախև առաջ armradio.am կայք, դիտել կոճակն եք սեղմում, նաև կա եւս մեկ տարբերակ Facebook-յան հարթակում հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո եւ հենց այդ տարբերակով եւս հետեւում մեր լայվին։ Բնականաբար չեք մոռանում ձեր ջերմ ողջույնները, ջերմ խոսքերը, ծափահարությունները, սրտի խոսքը գրել մեկնաբանությունների դաշտում, ես անպայման կսպասեմ դրանց եւ բնականաբար նաև կընթերցեմ հենց հանրայինի ուղիղ եթերում։ Ուզում եմ տեղեկացնել, որ հաճախ այնպես է ստացվում, որ խմբերը երաժշտական արտիստները կամ երաժիշտները երբ գալիս են մեր եթեր, այնուհետև այդ եթերը կախարդական մի տեսակ ուժ ունի եւ դրանից հետո մեզ դարձնում է շատ լավ ընկերներ։ Ու երբ նորություններ են ունենում, ապա անպայման սիրով կրկին հյուրընկալում ենք, որպեսզի նաև ձեզ ծանոթացնենք այդ նորություններին։ Եվ այսպես արդեն հասկացաք, որ մեր այսօրվա հյուրերը մեր վաղուց շատ հարազատ ընկերներն են եւ վստահ եմ նաեւ ձեզ համար եւս ես նաեւ ճանաչելով երաժիշտներին, խմբի անդամներին վստահաբար կարող եմ ասել, որ այսօր մեզ սպասվում է շատ բարի եթեր, որովհետեւ դրական էներգետիկայով մարդիկ են այսօր հավաքվել։ Լավ, չճարաշահեմ ձեր համբերությունը եւ միանգամից ասեմ High Beat Band խումբն է մեր եթերում, իսկ ղեկավարն է Սարգիս Ադամյանը, բազմիցս մեզ մոտ հյուրընկալվել եք, բարի լույս, հարգելի սիրելիներ։ Այո, բարի լույս, նախ շատ շնորհակալ ենք, որ էլի մեզ այս առիթը տրվեց, որ մենք ներկա լինենք առավոտվա ծրագրի եթերով։ Երևի էսի մեր երկրորդ այս մի տարվա ընթացքում մեր երկրորդ ուրեմն ներկայությունն է։ Բայց այնպես է տպավորությունը, թե անդադար շփվում ենք իրար հետ եւ կարծես այո, այդպես է։ Շնորհակալ ենք շատ։ Մենք այսօր կփորձենք ներկայացնել շատ գեղեցիկ սիրուն ծրագիր եւ մեր լավագույնը կներկայացնենք, որ հանդիսատեսի եւ մեր լսարանի սիրտը շահենք, այդպես ասեմ։ Երբ սկզբում եք եկել Հայաստան, այս բանալի բառներ դա, երաժշտական ցանկը բնականաբար բոլորովին այլ էր։ Ժամանակի ընթացքում այն փոփոխության ենթարկվեց, հիմա ինչ փոփոխության է ենթարկվել։ Գիտեք, անցած 13-14 տարիների ընթացքին մենք մեծ աշխատանք է տարված, գիտեք, երաժշտական ոլորտը միշտ անընդհատ պետք է աշխատանք տարվի, նորություններ եւ նոր մտքեր, նոր խմբեր, նոր գաղափարներ։ Մեր խումբը մոտ 1 տարի ու երևի մոտ 1.5 տարի է մեր խումբը եւ մենք բավականին այսպես հետաքրքիր 1.5 տարի ենք ունեցել։ Նկատի ունեք բուրըն ծարաբեռնված, հարուստ ֆուրն եւ նույնիսկ այսպես ճամփորդություններով, յուրախաղերով, այո։ Այստեղ հետաքրքիր մասեր են սկսվում։ Այո, այնպես որ բացի դրանից, որ մենք արդեն Հայաստանում շատ լավ դեղեր մեր երաժշտություն ներկայացնելու շատ լավ դեղեր ենք հրավեր ենք ստանում շատ լավ դեղերից, շատ լավ ասենք ռեստորաններ, համերգներ, այսինքն ընդհանուր առումով արժի ասել, որ մենք ամենահետաքրքիր նորություններից մեկը, որ մենք այսօր շաբաթ է, մենք անցած շաբաթ մի շաբաթ առաջ մենք հրավեր էինք ստացել Լիբանանից, ուրեմն ունեինք այնտեղ միջոցառում հայկական գյուղաքաղաք կա Անջար Լիբանանում, մենք շաբաթ օրը համերգի էինք անցած շաբաթ եւ շատ գեղեցիկ համերգ ունեցանք նվագախումբով եւ ներկայացուցինք հայկական ժողովրդական եւ դարբեր ժանրերու երկացանք
Ինձ հետաքրքիր է, երբ գնում եք որևէ տեղ, հատկապես երբ երկիր պիտի փոխեք, ինչ հիմնական սկզբունքներ եք հաշվի առնում երկացանկը ընտրելիս։ Ես ուզեմ Սուրենին խոսքը փոխանցել իհարկե, թող Սուրենը խոսի Սուրենը երկացանկը ինքը շատ ավելի այսպես հմուտ է արդեն այդ առումով ես իրեն կփոխանցեմ։ Բարի լույս Սուրեն։ Խոսքը Մենք այսօր Սուրենի հրաշալի կատարումներն ենք լսելու, տրամադրությունը։ Չեմ լսում։ Ներողություն Սուրեն։ Կարծես թե հարցը լուծվեց, խնդրեմ։ Շնորհակալ ենք այս գեղեցիկ հրավերի համար, որ անգամ եւս այստեղ ենք։ Ձեր հարցը երկերի հետ կապված հատկապես երբ երկիր եք փոխում, ինչ սկզբունքով եք առաջնորդվում երկացանք ընտրելիս։ Վարժության հարց է, որ մի քանի երկրներ ճամփորդում ենք այդտեղ, հասկանում ենք, որ ամեն մեկ քաղուտ հայաշատ քաղուտ ինչ երկեր է, ինչ ոճի նախասիրություններն եք հաշվի առնում։ Դրա էման վրա մեր երկերն ենք։ Իսկ հաճախ լինում է, որ գնում եք այնտեղ ձեր մտածածով երկացանկով, հետո համերգի կեսից հասկանում եք, որ շատ երկեր կան, որ պիտի փոխվեն։ Այսինքն ճկուն եք այդ առումով, որևէ խնդիր չկա, հա։ Իսկ այսօրվա մեր եթերին պատրաստվելիս ինչ կարևոր սկզբունքներ եք հաշվի առել երկացանկը ընտրելիս։ Մեր ամենանախասիրած երկերը որոշեցինք երկել։ Սա շատ հաճելի է, երբ լսում եք, որ մեր եթերում հնչելու են իրենց սիրելի եւ նախընտրելի երգերը, շատ ուրախ ենք այդ առումով։ Իզուր չէր էլի, որ ծրագրի սկզբում ասացի, վաղուց արդեն հարազատացել ենք մի տեսակ։ Այո, իսկապես հանրային ռադիոն մեզ համար շատ հոգեհարազատ վայր է եւ մենք ամեն անգամ որ հյուր ենք, այսինքն լինում հանրային ռադիոյում շատ ուշադիր եւ շատ նրբանկատ կընտրենք մեր ծրագիրը։ Եվ տեսնենք, լսենք առաջին կատարումը, ինչով ենք ծրագիրը բացելու։ Առաջին կատարումը էլի նոր ստեղծագործություն է, իմ ստեղծագործություններից է, այսպես ջազային ոճի մեջ է, հա։ Ջազով ենք սկսում։ Բան է, կորձիկային ստեղծագործություն է։ Գնանք։ Okay։ Դե ինչ հարգելի ռադիո լսողներ, որ ասում էի շատ բարի ու հրաշալի եթեր է մեզ սպասվում, ճիշտ է, էլի։
Հիմա ուղիղ եթերում ծափահարություններ են հնչում, շնորհակալություն Սարգիս, շատ հետաքրքիր էլեմենտներով հարուստ ստեղծագործություններ, մի քիչ պատմիր էլի ստեղծագործության տրամադրության մասին։ Ստեղծագործությունը երևի այսպես հիմնականը գիտեք այնպիսի ժամանակներ ենք, որ երաժշտության փորձենք մարդկանց լիսկ աթափելու մասին է։ Մի տեսակ ժամանակի հետ եմ ասոցացրել այս ստեղծագործությունը, չգիտեմ ճիշտ էին ասոցիացիաներս թե ոչ, բայց մի տեսակ ժամանակի հետ էր կապված։ Հավանաբար կարող է մեկը այդպես նաև մտածել, երևի այսպես դրամատրություն մի տեսակ դրամատրություն ստեղծելու մասին է ստեղծագործությունը, նույնիսկ գիտեք անուն որոշեք, ես նույնիսկ չեմ անուն էլ չեմ գտել, ինձ եք հարցնում, դե սիրելի ռադիոլսողներ, եկեք այս առաջին ստեղծագործության համար որևէ անվան տարբերակներ առաջարկեք Facebook-յան հարթակի մեկնաբանություններ դաշտում, մենք նրանք կբարձրաձայնենք եւ կփորձենք մի ամուր ուժերով ընտրել, ինձ որ մնար կընտրեի ժամանակ, բայց դա ձեր գործն է, որովհետեւ դա զուտ սուբյեկտիվ իմ ասոցիացիաներ երաժշտության հետ կապված։ Այո։ Որքան հաճախ է ստեղծագործում Սարգիս։ Որքան հաճախ ես ստեղծագործում։ Շատ անընդհատ։ Անդադար է։ Անընդհատ։ Ես անցած մի տարվա ընթացքում չեմ հիշում մի օր, որ ես կարող հավանաբար ես այն մեկ տարվա գտրվածքով երևի մի 20 օր է, որ չեմ ստեղծագործությամբ աշխատել, նամանավանդ որ միան այսինքն միան խմբի համար չէ, որ երաժշտություն եմ գրում, նաև ֆիլմերու երաժշտություն այո, մենք անցած անգամ խոսել ենք այդ մասին, ահա։ Այո, այնպես որ անընդհատ եւ գիտեք ինչ ոչ բոլոր, այսինքն այդ աշխատանքը, որ դարվում է, ասենք միշտ փորձարարական վիճակ կա, բոլոր ստեղծագործողների մոտ է, դա միանի մոտ չէ, այսինքն միշտ փորձում ենք, որ ստանալ ամենա իդեալական եւ համապատասխան տարբերակ լավ է որ իդեալականությանն եք ձգտում, բայց հստակ հուսամ գիտակցում եք, որ երբեք չենք հասնելու դրան, որովհետեւ հենց հասնենք ամեն ճան հետաքրքիր է դառնալու։ Գիտեք, այդ փնտրտուքը միշտ պիտի լինի, 150 տարի պիտի լինի, մինչեւ եթե 150 տարի մարդ Դե գիտեք ինչ, ժամանակը իր հետ բերում է նաև նոր տեխնոլոգիաներ, նոր զարգացումներ եւ կարծես թե ասում են թե մարդու կյանք ավելի է երկարելու, չգիտեմ որքան է ճիշտ։ Ես կարծում եմ թե ես մի քիչ ժամանակ, մի քանի տարի ժամանակ ունեմ այդ։ Ինչ վատատեսն ես, Սարգիս։ Ինձ թվում է շատ ունես, հատկապես ես կարծում եմ, որ մշակույթի եւ երաժշտության ասպարեզում ստեղծագործող մարդիկ մի տեսակ ուրիշ էներգետիկայով են ապրում եւ նրանց բիոլոգիական ժամերը լավ հետ են ու դա օգնում է նաև որպեսզի հոգեկան ներդաշնակություն ու խաղաղություն ունենան թեպետ մշակույթի մարդիկ էմոցիոնալ են կամ բոլորս ենք էմոցիոնալ ուղղակի մշակույթի մարդիկ չեն վախենում դրանք արտահայտելուց այո բայց գիտեք ամենակարևորը որ եթե ստեղծագործը կարողանա իր սիրած մասնագիտությամբ զբաղվի Էդի կարծում եմ ամենաարժեքավոր բանն է, որ մարդը կարող է ստանա։ Ահա, եկանք հասանք Տիգրանի սիրած թեմային ֆինանսներին։ Որովհետև պիտի ապրենք, այո, պիտի ասում են լավագույն մասնագիտությունը, դա այն մասնագիտությունն է, երբ զբաղվում ես քո հոբիով, սիրելի գործով, եւ դրա դիմաց նաեւ վճարվում ես։ Այո։ Ես գիտեք ուզում եմ մի հատ մեր ընկերոջը Արային խոսքը Արան պիտի մոտենա ենթադրում եմ ես ահա Արաջան այո բարի լույս այ միշտ խտրականություն եք դնում հարվածային գործիքները տուժող կողմն է միշտ մենք երեք խնդրեցինք Ռաֆին ասեց չէ այսօր կարող եք դուք խոսել հա դուք հրաժարվել եք սեփական իր հավանությամբ եղավ այդ ամենից չեն ենթարկել խնդրեմ Բարի լույս Նախ շնորհակալ ենք այս արեթին համար, որ անգամ եւս արեթ ունեցանք գտնվելու Հայաստանի հանրային ռադիոյից, որը էսի մեզի համար մեծ պատիվ է, հատկապես որ անցած տարի ես հիշում եմ, որ հենց նվագեցինք, խումբը դեռ նոր էր ձևավորվել եւ ինչպես եթե հիշում եք, նույնպես ունգընտիրները, որ ուզում էինք
խումբը անվանեինք Այո։ անունով։ Այո, եթե հիշեցիք, էլի ռադիոլսողներին էինք դիմել, ճիշտ է։ Հարցեր էինք տվել, շատ առաջարկներ ստացանք, շատ լավ անուններ, հայկական եւ իհարկե դրանից հետո մենք նույնպես անձնական նամակներով առաջարկներ ստացանք անուններու եւ ուզեցանք այդ խումբը անվանել որպես հայ beat band անունը։ Հայկական beat, հա։ Այո, հայկական beat-ը, քանի որ ինչ որ անենք, մենք վաղուց որ երբ որ ուզում ենք խումբի անունը անվանել մեր նվագախումբը, ուր որ նվագած ենք, միշտ փորձում ենք հայկական շունչը մեջը բահել։ Դե դուք այլ տարբերակ չեք էլ կարող ուրիշ բան անել։ անել։ Այլ տարբերակ չունենք։ Ձեզ մոտ չի ստացվի առանց հայկականի։ Այո, որովհետեւ բոլոր սպիրկը մենք սպիրկայերը Հայաստանի միշտ ծարավը սկացել ենք, պարտիրոջ որ ունեցել ենք այդ արիթը, որ կանք դեղափոխվենք մեր հայրենիք եւ ստեղծենք այստեղ այդ հայկական երաժշտությունը դարձյալ իհարկե բոլոր երաժշտությունը հենց Հայաստանից է փոխվում։ Դե հա, բայց ձեր կոլորիտը այդուհանդերձ տարբերվում է փոքրինչ։ Այսպես, ինչպես որ ասեցիք հոբիի հետ կապված, սիրողականը միշտ իմ համար եղել է երաժշտությունը սիրողական։ Ես մասնակցությամբ զբաղվում եմ տեխնոլոգիաներով, աշխատում եմ որպես մենեջեր IT-ի։ Դե կզարմանայի, որ ձեզ մոտ IT բնակավարից մարդ չլիներ, այդպիսի խումբ երևի չկա, որտեղ չլինի, ահա։ Երբ որ երաժշտություն նվագում ենք մեր սիրելի գործընկերների հետ, դա մեզի համար հաճույք է եւ միշտ փորձում ես, երբ որ դու հոբի ես անում, դա դարձ ես լավագույնը։ Ոչ փող վաստակելու համար, ոչ այլ բաների համար։ Միշտ հոբին վեհ է ավելի նպատակը, չէ՞։ Այո, փողից էլ ավելի բարձր է։ Դե չէ, եթե ֆինանսի ուրիշ աղբյուր կա, միանշանակ այստեղ արդեն խոսում ենք նվիրվածության եւ բոլորովին այլ որակ ստեղծելու մասին։ Իդեպ on-line հարթակում հետաքրքիր մեկնաբանություններ կան։ Ալինա Ղազանչյանն ասում է Սարգիսին շատ վաղուց եմ ճանաչում եւ կարող եմ ասել, որ նա առանձնանում է ստեղծագործությունների կատարման յուրօրինակ մոտեցմամբ, մինչդեռ նրա սեփական ստեղծագործությունները բացահայտում են համեստ եւ ինտելեկտուալ խորությունը։ Շնորհակալ եմ, անչափ։ Լիովին համամիտ եմ Ալինայի ասած կարծիքի հետ։ Ինչ վերաբերում է ձեր հնչեցրած ստեղծագործության, որ դեռ անուն չունի, դե մեր ռադիոլսողները արդեն սկսել են արձագանքել, քանի որ մեր մշտական ռադիոլսողներն են ու մեզ շատ են սիրում։ Հետաքրքիր մի անվան տարբերակ են առաջարկել, ասում է Սուրեն Կարապետյանն է գրել, ասում է եկեք անվանենք Սուրճ ու Սեր։ Okay, սուրճ ու սեր, այդպես էլ թող լինի, ինչ խնդիր։ Տեսակ, բայց այլ տարբերակներ էլ ենք սպասում գրեք, առաջին տարբերակը հայդուհանդերձ հավանության արժանացել է։ Դե Սուրճ ու Սեր առավոտից մեր հաղորդման անունից, այսպես։ Մեր սիրած, մեր նախասիրած ծրագիրն է Սուրճ ու Սերը։ Տեսեք ինչ լավ է։ Դե ինչ, այնպես որ սպասում ենք նաև ձեր արձագանքներին։ Ես շատ ուրախ եմ, որ ձեզ հետ խոսելով ու ամեն անգամ եթերում խոսելով տեսնում եմ թե որքան դուք ձեզ լավ եք զգում հայրենիքում։ Այդ այնքան կարևոր է իհարկե ցանկացած պարագայում, երբ մարդը լքում է այն տարածքը, որտեղ ապրել է երկար ու ձիգ տարիներ, ունեցել է մանկություն, ունեցել է հիշողություն, ունեցել է պատմություն եւ անցած ճանապարհ, այդուհանդերձ տեղափոխվում է ուրիշ աշխարհ, որքան էլ այդ ուրիշ աշխարհն իր հայրենիքն է, բայց ադապտացվելու ու շատ այլ հարցեր կան։ Այս սկզբնական շրջանում վստահ եմ, որ բազմաթիվ դժվարությունների եք հանդիպել եւ հետո ժամանակը բերեց մի հետաքրքիր միքսի։ Ձեր հետաքրքիր գեղեցիկ ավանդույթները եկան մտան մեր տուն, մերը եկավ մտավ ձեր տուն, ու տեսակ այսպես ոսկե միջին ստացվեց, ու հիմա կարող ենք չէ՞ լիարժեք ասել, որ դուք այսպես ձեզ լիարժեք տանն եք զգում եւ երջանիկ եք, բոլորիդ է հարցը սուղված։ Հայրենիքի մեջ ենք։ Մեր իմ անցամբ իմ երազանքներ ապրիլ իմ հայրենիքի մեջ, արարել իմ հայրենիքի մեջ եւ այսօր բախտավորված եմ ես այդ բանով։ Այսինքն ստացվում է, որ ձեր պատկերացումներն ու իրականությունը համընկել են։ Այո։ Իմ երազանքս ասենք, բայց միջև հասնեմ իմ երազանքից շատ դժվարություններ անցանք։ Բայց այստեղ կարևորը երազանքին հասնելն էր, դրա համար դժվարություններ։ Դեռ չեմ ասած, բայց Դժվարությունները հաղթահարելի են, երբ կան կողքդ մարդիկ նաև, աջակիցներ, հա, եւ ոգեշնչողներ։ Մեր շրջապատը մեր ընկերներով, մեր ընկերների քաչալերանքով։ Փոքրիկ համայնք ունեք, հա, ոնց հասկացա, բայց հզոր, թե փոքրիկ չի, ես սխալվում եմ։ Ինչ Հայաստանում։ Հա։ Մենց է մեր համայնքը։
Սուրենը ասեց։ Այո։ Խնդրեմ։ Այո հայրենիքը ասելով միշտ ես կուզեմ էդի մեր ցանկից ելնելով ինչ որ ուզում ենք անենք մենք կարանք բոլոր երկրներում անենք բայց նախընտրելի է միշտ ինչ որ ունենք մեր կարողությունները բոլորը ներդրենք Հայաստանում հայրենիքի մեջ այսօր բادرազմերը շատ գարամ ասեմ վտանգավոր բաներ որ ժողովուրդը վախենում էր սարսափի մեջ էր բայց ուզում էին փախնեին աճ ու ցախ բայց ես այդ ժամանակ օրհնությունը ստացա որ ունեցա հայրենիք ունենք մենք հայրենիք եւ գանք ստեղ ստեղծագործենք քան թե երթանք այլ երկրներ ընդեղ ստեղծագործենք մենք ավելի ճիշտ կտեսնեմ որ ինչ որ կարողություններ ունենք բոլորը սպիրկին է այս խոսքը որ ներդրենք մեր հայրենիքում եւ աճենք Ուգան Հայաստան բոլորը այո ինչ կան դժվարություններ լինի, քանի ոչ մի պետություն չկա, որ հանգիստ է։ Ներեցեք էլի, իսկ որտեղ դժվարություն չկա, այստեղից սկսենք եւ մի տեսակ հաճախ ճամփորդելով, իսկ ես հաճախ եմ ճամփորդում, նկատել եմ, որ շատ-շատ երկրներ գերագնահատված են։ Եվ այն վաու, այսինչտեղ ու գնում ես այդ վաուն բացարձակ վաու չի, ու դու հասկանում ես, որ այնտեղ պակաս երջանիկ են մարդիկ, քան դու քո երկրում ու հաստատ դու քեզ ավելի կարողանաս քո ուժերն ու պոտենցիալն իրացնել քո հայրենիքում, քան որ կտեղափոխվես այլ երկիր։ Դուք ինձնից լավ գիտեք, դուք եք անցել այդ ճանապարհը։ Ես կարծում եմ, որ մեր իմ ամենակարևորագույն որոշումն էր հայրենիք տեղափոխվելը։ Միայն այսքան կարճ։ Իմ կյանքի կարևորագույն։ Ամենաճիշտ կարևոր որոշումը։ Այո։ Ինչ հաճելի է։ Որքան ժամանակ պահանջվեց ձեզնից, վստահ եմ տարբեր է լինելու ժամանակային նիշը, որ դուք ամբողջությամբ ադապտացվեք այստեղ։ Մի տարի ես երևի մի տարի։ Իմ համար մի շաբաթ էր։ Օ, լուրջ։ Վաու։ Սարգիս։ Նույնն է, արայն։ Մի շաբաթ։ Որտեվ գիտեք, միշտ էլ մոդ ենք եղել մշակույթին ամեն ինչին։ Դե հա, պարզ է, բայց տեղափոխվել Այսինքն օրինակ ես իմ հոբարս այստեղ ավարտել է բժշկական համալսարան այսինքն միշտ կապ ունեցել ենք ամեն ինչով միշտ Հա, այսինքն նոր տեղ չէիք եկել կոպիտ ասած Ինձ համար շատ հեշտ էր այսինքն բայց իհարկե դժվարություններ կային բնականաբար դժվարություններ կան բայց վստահ եմ հիմա էլ կան այդ եթե սիրես կշրջանցես այդ դժվարությունները Բայց եկեք արդարության համար նշենք, որ այդ դժվարությունները չլինեն, կյանքը կլինի շատ մի տեսակ միապաղաղ ու անհետաքրքիր։ Ու չես աճի, չես զարգանա։ Փաստորեն քեզ պահանջվեց 1 տարի։ 1 տարին բավականին մի տարի, որով ես երբ որ եկա Հայաստան դպրոցական տարիքում էի եւ երբ որ դպրոցս փոխեց, այսինքն Սիրիայում մենք սովորում էինք արաբերեն լեզվով, արաբերեն, անգլերեն եւ այլն Այստեղ բոլոր հայերեն լավ գդիրապետենք, բայց բոլոր նյութերը, ասենք մաթեմատիկ եւ այլն, բոլորը հայերենով են այստեղ, այո։ Այդ է դժվարությունը։ Միջև սովորեցի։ Այո, սովորելս բավական դժվար էր։ Եւ նաեւ խոսենք հայերենի մասին, դուք դե ուրիշ հայերենով եք խոսում։ Այո, արևելային։ Ես նկատի ունեմ, այնտեղ բառեր կան, որ մեզ մոտ ուրիշ իմաստ ունեն, ձեր խոսակցականում, հա, ձեզ մոտ ուրիշ էր, եւ սկզբնական շրջանում մենք էինք մի քիչ տարաձայնության մեջ, դուք էիք մի քիչ տարաձայնության, ոնց որ եկանք ադապտացվեցինք, չէ՞, արդեն այո։ Մի տեսակ տարօրինակ էր առաջընչում որոշ նախադասություններ, ոչ թե զուտ կապված տարբեր լեքսիկոններ, այլ զուտ նախադասության կազմվածքի մասին է խոսքը, ու այստեղ հիմա արդեն սովորական է դարձել, որովհետև մենք էլ ենք սովորել, հա, կարծես։ Ու մեկ-մեկ ժպիտով ենք նույնիսկ այդ տարաձայնություններին։ Արևելահայերեն, արևմտահայերեն միքս արեցինք այստեղ իրար։ Հա, իրականում միքս է ստացվել, բայց չգիտեմ, մի խոսքով շատ հաճելի է ու իդեպ ասեմ, որ դրա հետ կապված բազմաթիվ ծիծաղաշարժ պատմություններ կան, ձեր հետ դեպքեր եղել են։ Այո։ Որ ձեզ սխալ են, դե պատմեք մեկը կհիշեք։ Թե եթերային չի։ Առաջին դպավորությունը որ մի քիչ որ նոր էի եկել այն ժամանակ նոր էի եկել որ այսպես մոդելում եմ որ ասենք մի հարց պիտի դամ ուրեմն արագ որ ասում եմ հարցը սենց գլխով ինձ սենց են անում առաջին բանը ես չէի իմանալ այդ ինչ է նշանակում վերջը
հասկացա, որ այդ կնշանակե, որ չհասկա, այսինքն բան չհասկացա։ Չենք հասկացել, վերջը սկսեցի ավելի տանտա խոսել, ավելի ուշադիր խոսել ու նույնիսկ եթե արևմտահայերենով եմ ասելու, ավելի շատ այսպես ավելի բարեր ընտրում եմ, որ հասկանալի լինի, ու այդ արդեն Բայց ես թվում ենք արդեն սովորել ենք ու հասկանում ենք, չէ՞, լավ։ Բանն եք ավելացնելու։ Իմ հետ ամենահետաքրքիր այդ դարերը, որ հայկական դարերը մենք կն մեզի համար նույնն է, բայց որ կարո փարը ինձ համար մինչև այսօրս չեմ գարում գողնորոշվեմ որն է ճիշտը։ Կարո եմ ասում կամ կարո եմ ասում, էսի իմ հետ լուրջ խնդիր էր դեղի ունեցել։ Դեռ չեք կարողացել կողմնորոշվել։ Մինչև այսօր չեմ գարում այդ գարապետ բառը, որ կարո եմ ասելու մյուս գարիկը գարո։ Հա, գարիկն ու գարոն եւ կարոն խառնում եք։ Այո, խառնում Դե լավ, այդ ոչինչ։ Այդ միշտ հարցնում եմ, այսինչ գարոնը ստեղ ասում են չէ, դենց մարդ չկա։ Ասում բայց արավոտը ստեղ էր այդ մարդը։ Վերջում հա, գարոն։ Հա, գարոն։ Հա, հիմա նույնիսկ երբ ասում եք, նույն կհնչողությամբ չեմ գարում։ Չեմ գարում։ Շատ լավ է, ասեմ, որ on-line հարթակում շարունակում են մեկնաբանություններ գրել մեր ռադիոլսողները, Վահե Արթինյանը, Սփյուռքահայ մեր շատ լավ բարեկամ մշտական ռադիոլսողը, փորձեմ հասկանալ, թե ինչ է գրել մեր ռադիոլսողը, շատ լավ երիտասարդ են, երբ պատերազմը եղավ, իրապես Հայաստան ունենալ իսկական ադամանդի արժեք ներկայացնելուց իր հայ զավակներուն, Վահեն է գրել, կարծում եմ դուք լավ հասկացաք ինչ նկատի ուներ Վահեն։ Անահիտ Ներսիսյանն ասում է բացառիկ երաժիշտ է Սարգիսը, ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երկիր եթե ունենա ադամյան երաժիշտ եւ հայրենակից միանշանակ հաջողած կլինի եւ մշակույթը այլ մակարդակի վրա կլինի, ինչպես որ իր մշակույթն է անզուգական եւ որի շնորհիվ մենք վայելում ենք կախարդական հնչյունները։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ։ Մենք շատ երկար խոսեցինք, որովհետեւ ըստ երևույթին կարոտել էինք, այսպես խոսքով բռնվեցինք, հիմա ինչ ենք լսում։ Հայաստան։ Դե ուրիշ բան չէր կարող։ Արթուր Գրիգորյանի Հայաստան իմ ճկնախ։ Այսքան զրույցից հետո ոնց կարող ենք Հայաստան չել։ Այո, այո։ Գնացինք։ Կանանչով դու բատված, ես քեզ սակած նրբակել, նոր մի շուն սրբացած գրգել է քեզ, նոր շքերտ եկանքներ, հնության այս կրգում, կակներն ու քյուղեր հնաթարյան, կանանչով դու բատված, ես քեզ սակած նրբակել, նոր մի շուն սրբացած գրգել է քեզ, նոր շքերտ եկանքներ, հնության այս կրգում, Կակներն ու քյուղեր հնաթարյան Հայաստան իմ ճկնա գոսարեզ մրուտվար Ալիքով իմ սրդի կարոտն է սար Միշտ դբարդ ու եղիր, միշտ հերվից կանչիր ինձ Հայաստան իմ սիրուն, Հայաստան Հայաստան իմ ճկնա գոսարեզ մրուտված Ալիքով իմ սրդի կարոտն է սար Միշտ դբարդ ու եղիր Միշտ հերվից կանչիր ինձ Հայաստան իմ սիրուն Հայաստան Արաքած ներվից իր սույն է կակատով Մեզ կանչում է անվերջի զեպիրով Միշտ եղիր երջանիկ այս հզոր մեծ երկրում Հայաստան իմ սիրուն Հայաստան Արաքած ներվից իր սույն է կակատով Մեզ կանչում է անվերջի զեպիրով Միշտ եղիր երջանիկ այս հզոր մեր երկրում Հայաստան իմ սիրուն Հայաստան Հայաստան իմ ճկնա գոսարեզը մրուտված Ալիքով իմ սրդի կարոտն է սվար Միշտ հվարդ ու եղիր միշտ հերվից կանչիր ինձ Հայաստան իմ սիրուն Հայաստան Հայաստան իմ ճկնա գոսարեզը մրուտված Ալիքով իմ սրդի կարոտն է սվար Միշտ հվարդ ու եղիր միշտ հերվից կանչիր ինձ Հայաստան իմ սիրուն Հայաստան
Ահա, հենց այսպես ծափահարություններ են հնչում հիմա մեր եթերում, կխնդրեմ որպեսզի ավելի բարձր հնչեն ծափահարությունները, շնորհակալություն, շատ բարի եք։ Շնորհակալություն, տեմպ ու ռիթմ տվեցինք արդեն առավոտին եւ կարծում եմ մեր ռադիոլսողները կշարունակեն էլ ավելի ջերմ եռանդով մեզ մեկնաբանություններ գրել։ Շնորհակալություն ենք հայտնում հրաշալի կատարման համար եւ իհարկե շարունակելով մեր զրույցը, դուք ասացիք ծրագրի սկզբում, որ շատ բուռն է եղել այս 1.5 տարին եւ ունեցել եք շրջագայություններ, բայց պատմեցիք ընդամենը մեկ շրջագայության մասին, դե բացեք փակագծերը, ինչ համերգներ եք ունեցել։ Ուրեմն մենք դեկտեմբերի նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին նաև ունեցանք միջոցառում Գիբրոսում, նաև այնտեղ հայկական համայնքի հրավերով խմբով գնացինք եւ այսինքն մենք խմբով ունեցել ենք այս մեկ տարվա երկու շրջագայություն ենք ունեցել իսկ համերգներ բավականին ահագին համերգներ ենք ունեցել Հայաստանում տարբեր առիթներով եւ խրախճանքների, այսինքն ուրախ առիթների եւ ուրախ առիթների հրավիրվել ենք եւ մեր ծրագիրը ներկայացրել ենք եւ նաեւ մի քանի այսպես կարելի ասել ռեստորան, որոնք բավականին հարգի են բան գվայել են լավ դեր գվայելով ռեստորան, մենք նաեւ այսօր հյուր ենք մի հատ դեր, որ բավական հայտնի եւ այսպես ճանաչված մի հատ ռեստորան է, Բարոն անունով, այնտեղ պիտի այսօր մենք ծրագիր ներկայացնենք եւ տարբեր դեղեր եղել ենք, տարբեր առիթներով եղել ենք։ Ես այսօրվա մասին հիշեցի այդ որ պիտի ներկայացնենք, այսինքն մեր ծրագիրը եւ մեզ համար շատ հետաքրքիր է ներկայացնել այնպիսի ծրագիր, որ այսօր մենք ռադիոյում ներկայացնում ենք, այսինքն շատ գոգիկ եւ շատ ընդրված երկացանք ենք ներկայացնում։ Նաև այդ տեղերը, որ գնում ենք ներկայացնում ենք։ Ահա շատ իրեք նաև այդ հարցում շատ։ Սա շատ կարևոր է իհարկե։ Նշեցիք, որ տարբեր երկրներ հասցնում եք հանգստանալ, թե զուտ աշխատանքային տանջանք է։ Շատերը նայում են էջերը սոցիալական ցանցերում, ասեն դե ինչ կա իրենց, գնացել են իրանց համար, ուրախանում են։ Լուսինե ջան, բայց ես գիտեմ էլ ինչ տանջանք է։ Երբեք չենք հանգստանում։ Էդի հաջող մենք խոսում ենք, Սուրենը ծիծաղում է, դղակը ծիծաղում են, մեր այդ ճանապարհորդության այդ օրերու ընթացքը ընդամենը առավելագույնը 3 օրից 4 օր է, այսինքն հազիվ հասցնում են, գնում են, երկրորդ օրը նվագում ենք, երրորդ օրը առավելագույնը 4-րդ օրը մենք վերադառնում ենք Հայաստան, այսինքն հանգստանալու երբեք զուտ աշխատանքային հրավերով ենք գնում։ Այնպես որ իմացեք էլի, այդպես է, երաժիշտների կյանքը այդքան էլ հեշտ չի։ Բավական պատասխանատու եւ դժվար աշխատանք է։ Հա, դե պարզ է, որ պատասխանատու եւ դժվար է, հատկապես ելույթների պարագայում։ Այսպիսի մի արտահայտություն կա, ասում են հանդիսատեսին զգալ, աշխատել հանդիսատեսի հետ։ Այո։ Բնականաբար զգալու պատճառները նաեւ պայմանավորված են նրանով, որ հանդիսատեսներն են շատ տարբեր եւ նաեւ տարբեր երկրներում։ Ամենաջերմ էմոցիաները, որ ապրել եք հանդիսատեսից, դա որտեղ է եղել։ Սուրենը, խնդրեմ պատասխանե։ Նորից Սուրեն ջան։ Ամեն երկիր հատուկ գեղեցկություն ունի, չեմ կարա պախտադել այս երկիրը, այս Դե հա, ես այդպես է սպասում էի, որ այդպիսի բան կասեք, դրա համար ասում էի ձեր էմոցիաների մասին։ Այդ տեղը, որ հայկական համայնքը մեզ համար հոգեարազատ տեղ է էլի։ Իսկ օտարների համար ելույթ։ Չէ, դեռ չենք ունեցել։ Բանալի բառը դեռներ, որովհետև վստահ եմ, որ հատկապես օտարները շատ մեծ հետաքրքրությամբ են լսում մեր երգերը եւ հետաքրքիր արձագանք են տալիս։ Միշտ դա նկատել եմ ու դա ոգևորում է նաեւ, հասկանալով, որ թեպետ նրանք մեր արյունակիցը չեն, բայց այդուհանդերձ երաժշտության հնչյունները կարող են հասնել, այդուհանդերձ մշակույթն իր կարևոր գործոնն անում է։ Իսկապես։ Ինչ լսենք հիմա։ Պիտի լսենք ուրեմն Ալեքսանդր Աջեմյանի Երանի թե հանրազանոթ ստեղծագործությունը։ Ես կարծում եմ շատերը հաճելի հուշերի գիրք կընկնեն այս երաժշտության ներքո։
այսօր ուրախ մենք երկեցինք սիրո չկնաղ երգերից մենք երկեցինք ու շնչեցինք բուրմունք ժպիտու տաղից ինչու թողիր դու հեռացար ինչու սերս մոռացար արցունքներս սովարեցիր սիրտս այրեցիր ինչու թողիր դու հեռացար ինչու սերս մոռացար արցունքներս սովարեցիր սիրտս այրեցիր արցունքներս սովարեցիր սիրտս այրեցիր Կրկին ծափեր են հնչում մեր եթերում, ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում գեղեցիկ երգի համար, վստահ եմ շատ-շատերը այսպես մտովի տեղափոխվեցին գեղեցիկ պատմությունների գիրկը, որ տեղի է ունեցել իրանց հետ, եւ առհասարակ երաժշտությունը էմոցիաների մի ամբողջական կույտ է։ Այո, Կարող ենք չէ՞ այդպես ասել։ այո, իսկապես։ Կարող ենք նաև հավելել, որ այդ կույտը կազմված է նաև ստեղծագործողի հուզական աշխարհից։ Իհարկե, հուզական աշխարհը այդ այն որ մարդիկ որ փորձես դու քո զգացումները եւ քո ամեն ինչ փոխանցել երաժշտությամբ քո լսարանին, քո հանդիսատեսին, քո ընկերոջ, քո հարազատին, դա արդեն կարծում եմ որ դա մեծ աշխատանք է եւ սպարիչ աշխատանք է։ Մարդիկ երևի դա չեն կարող է մարդիկ հեշտ անցնին այդ բանով, բայց միայն դա կարող է սկա այն մարդը, որ այդ փորձում է փոխանցել այդ զգացումը։ Հիմա մենք որ նվագում ենք, շատ բարձ ասեմ, շատ գիտենք, որ հազարավոր մարդիկ մեզ լսում են, այնքան զգուշ, այնքան զգացական, այնքան հուզական ենք փորձում ներկայացնել, որ այդ ամեն ինչը ճիշտ ձևով հասցնենք ռադիոլսողին հանդիսատեսին կապ չունի, հա, հետևորդին ժամանակակից մարդուն ինչն է պակասում։ Թվում է թե այս ժամանակակից աշխարհում, որ տեխնոլոգիական բում է եւ առաջընթացը շատ արագ է տեղի ունենում, այլ մարդուն ոչինչ պետք չէ։ Կարծես թե լիարժեք ամեն ինչ կա։ Բայց մարդը ավելի միայնակ է հիմա, քան նախկինում։ Ժամանակակից մարդուն անհրաժեշտ է կապ ունենա բնության հետ, հեռացել ենք, այո։ Առաջին շատ բարձ ասում եմ, բնության հետ ամենա կապ ունենա արվեստի հետ, երաժշտության հետ, մանավանդ եւ արվեստի հետ կապ ունենա Աստծո հետ։ Կարճ կոնկրետ։ Այո։ Այդտեղից պիտի սկսեինք։ Այդպես եմ ես մտածում։ Ճիշտ ես։ Տարբերակներ ունեք առաջարկելու դուք ժամանակակից մարդու պահանջների ժամանակակից մարդը ինձ համար պետք է ունենա իր անցյալի հետ իր գաբը, իր պատմության հետ, իր ասկի պատմության հետ։ Ինքնության նկատի ունեք։ Ինքը գրնա ժամանակակից մարդ դառնա, կգարձեմ շատ կարևոր է իր անցյալը, իր պատմությունը, չհեռանալ։ իր ասկությունը։ Խնդրեմ։ Ես իհարկե մեր գործընկերների հետ համաձայն եմ, բայց միքսենք։ Ահա։ Սորվել մեր անցյալի սխալներից, չգրտնել այն, ապրել այս օրը եւ մտածել աբակայի մասին։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, այսպեսի արտահայտություն կա։ Որովհետեւ ինչ սխալներ, երբ որ անցյալը հիշենք, այդ ցավով ապրենք, չենք կարող առաջ գնալ։ Միշտ ետ նայելով, բայց կարևոր է մեր մտքում մնա, որ այդ սխալները էլի չգրտնենք։ Մարդը սխալական է։ Այո, մարդը միշտ անընդհատ սխալական է։ Եվ ինչպես Սարգիսը նշեց, այսօր մարդը ինչ որ էլ անի կյանքի մեջ, ինչքան բարձր հաջողություններով հասնի, չմոռնա իրեն, որ Աստված է տվել այդ
արիթը որովհետեւ կարողանանք մենք այս հմտությունները ձեռք բերենք։ Այո, համաձայն։ Մարդը ինքնուրույն չի կարող ոչ մի բան իրականացնել։ Այո։ Այդ համեստությունը ձեզ չի խանգարում այս ժամանակակից աշխարհում։ Համեստություն։ Ընդհանրակը գիտեք ինչ ես այս վերջի մի քանի տարի մի հատ նոր այսպես բան եմ այսպես ինչպես որ Արան ասեց անընդհատ փորձում եմ այն վիճակի մեջ լինել որ միշտ շնորհակալություն հայտնեմ այն ինչ որ ասված դիեզերական ուժը որ դվել է միշտ շնորհակալություն եմ հայտնում առողջությունից սկսել մինչև ամենաբարձ բանը միշտ շնորհակալություն պետք է հայտնել ամեն ինչի համար Գալիս է մի պահ երբ գիտակից է մարդը այսինքն խորանում է հա կյանքի իմաստի եւ ամենի մեջ գալիս է մի պահ ու հասկանում է որ նա երջանիկ է երբ շնորհակալ է այո ես միշտ փորձում եմ շնորհակալ լինել տարբեր երկրներում տեսել եմ նման իրավիճակներ եւ ապշել էի ուղակի որ մարդիկ այդքան շնորհակալ են թեպետ ունեին շատ ավելի քիչ բան քան օրինակ մենք ունենք բայց այստեղ կարեւոր է որ ինքդ քեզ առաջ դնես կարևոր առաջադրանք եւ ասես որ երբեք չես տրտնջալու եւ շնորհակալ ես լինելու քո ունեցածի համար բայց շարժվելու ես առաջ այո այստեղ Նաիրա Սարգսյանն on-line հարթակում գրում է բրավո Սարգիս Ատամյանին հիացմունքս ձեզ եւ ձեր տղաներին շնորհակալ ենք բոլորս շնորհակալ ենք Ինչն է ձեզ համախմբում տղաներ Ինչն է պահում միասին որ շարունակեք ստեղծել Սուրեն Բարդ հարցերը քեզ է թողնում պատասխանները Սուրեն ջան ֆիքսել ես չէ Չէ մեր այսինքն մեր համեստությունը մեր միասնությունն է որ մեզ հաջողություն է տալիս մեր ընկերական գաբը մանավանդ որ իմ մեծ ընկերներն են դարիքով բայց իմ հետ շատ մենք ավակ ենք իրեն հետ բախտաբան ժամանակակից Ահա Եվ իրենց ունեցած անցյալ ճանապարհներից օգտվում եմ ես էլ եւ իրար հետ շատ լավ համագործակցում ենք հիմա Խնդրեմ արա Այո երբեմն ինչպես Սուրեն ասեց դարիքային դարբերությունները մեր միջև իհարկե մեր երեց երաշտ Ռաֆին որ զրկել եք խոսելու իրավունքից հետո էլ ասում եք ինքը չի ուզել Այո Ռաֆին որ բազմաթիվ ճանապարհներ անցել է իր այդ experience-ը նույնպես Սարգիսը միասին այս գներեք այս հայերեն բառը չեմ հիշում diversity բազմազանություն գարձում Գուցե բազմազանություն երևի ամեն մեկս դարբեր դեղերից նույն ճիշտ է նույն հալեբից ենք բոլորս իրար ճանաչում ենք բայց որ Հայաստան միասին դենց ուզեցինք մի բան անել այդ դարբերությունները միշտ գարձիկների դարբերությունը ստեղծում է մի նոր բան այսինքն եթե դարբերություններ չլիներ չի կարա մարդը իրար հետ միասին աշխատի եւ այս նվագախումբին որ հիմնական բանը ես իհարկե իբր երաժշտություն ինչպես ասեցի իմ ցիրկն է հոբին է ես չեմ ուզեր բարձաբես նվագեմ գուզեմ լավ միջավայրի մեջ նվագել դա էլ է շատ կարևոր է բավականին ժամանակ հեռացել էի նվագից դարբեր վաճառներով բայց երբ որ առաջարկը ստացա Ռաֆին զանգեց Ռաֆին մեր հին ընկերն է որ հալեբից էլ միասին նվագել ենք միասին երբ որ ասեց ուզում ես նվագել մի անգամից իմ պատասխանը այո իհարկե այո մերժել արդեն որ ասեց դղակը Սարգիսը եւ Սուրենը արդեն ուզում ենք մտածում ենք բանդը գազմենք ես շատ իմ համար հենց երկմտության չմատնվեցի մի անգամից ասեցի այո գարանք եւ արդեն արդյունքը այսօր տեսնում ենք արդյունքը մենք էլ ենք տեսնում միասին վայելում ենք Գևորգ Խորոզյանն է գրում մեր Ռաֆի երկրորդ դղեն ուրեմն բարևներս գրգեմ մեր սիրելի բենդին Ռաֆի Հոպարիս ու ընկերը Սարային հատուկ ողջունում եմ լատինատառ է գրված դրա համար եմ դժվար ընթերցում ջեր ողջույններ ձեզ Նաիրա Սարգսյանն ասում էր հիանալի կատարում Օլյա Սահակյանը բարի օր է մաղթում բոլորիս նաև մեզ է ողջունում Արտակ Մկրտչյանը Էդիկ Բաբուջյանը ջերմության այսպես գեղեցիկ սմայլիկ է ուղարկում Արա
Օգջյանը, բարի լույս է ասում ես, եւ մեզ բազմաթիվ երաժիշտ ընկերներ նաեւ հետեւում են այսօրվա մեր եթերին։ Շնորհակալ ենք բոլորից։ Ես մի բան եմ նկատել, որը ինձ շատ ուրախացնում եւ ոգևորում է։ Հատկապես խոսքը գնում է հայկական երաժշտության, ժողովրդական, աշուղական, հայրենասիրական, զուտ այս հայկական գեղեցիկ այդ ստեղծագործող մարդիկ բոլորը իրար հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ են ու կապ չունի, որ տարբեր երաժշտախմբերից են։ Ու եթե պետք է իրար օգնում են, գնում է մեկը մյուսին փոխարինում է, տեսնում ես երաժշտին, որ մի քանի բենդում է նվագում։ Այո։ Այս մրցակցությունը չի խանգարում առողջ միջավայրին։ Ընդհանրակը էդի այն երաժիշտը, որ կարողանում է մի քանի տեղ նվագել, ուրեմն լավ երաժիշտ է։ Պահանջված, ես կասեմ։ Այո, լավ մարդ է, որ լավ մարդ է, որ համագործակցելու այդ ցանկությունը ունի։ Ահա։ Այդ շատ առողջ վիճակ է։ Խանդով չեք մոտենում։ Չէ։ Ծիծաղում ես, ասա տեսնեմ, ինչ որ մի բան կա, հա։ Բացիր գաղտնիքները, խնդրում եմ։ Ինձ եք Հա, բայլում։ Այստեղ միայն դու ես ծիծաղում։ Հիմնական մենք իրար ենք նվագում, ուրիշ։ Այսինքն շատ հազվադեպ հազվադեպ ալինում, որ դեղերքը ուրիշ դեղ գնում նվագում են եւ այլն։ Եվ ես առանց քեզ չես նեղում։ այդ բանը։ Ուզում եմ կռիվ գցեմ, շատ համերաշխեք մի տեսակ անսովոր է։ Չէ, գիտեք ինչ Լուսինե ջան, ուրեմն խումբը իր ցերակիրը ունի արդեն։ Դե վաղուց ունի։ Այո, խումբը իր ցերակիրը ունի եւ մի հատ ուղի ենք ընտրել, այդ ուղղությամբ ենք գնում, այսինքն ժանրային առումով էլ կարծում եմ չենք խանգարում մեկին, այսինքն մենք մեր ժանրով, մեր հունով գնում ենք։ Դուք ձեր ձեռագրով, ձեր ոճով գնում եք առաջ։ Գնում ենք, այսինքն բան չէ, չենք ուզում ոչ մեկին խանգարել, ոչ էլ փորձում ենք շատ գեղեցիկ բալանս պահել ամեն ինչի առումով։ Տեղ կա, որ պետք է լինի, ասենք ժանրը մի քիչ փոխում ենք, եթե ուրիշ տեղ կա, այսինքն շատ բարձ, իսկ մյուս խումբերը մենք հաջողություն ենք մաղթում բոլորին մոտ։ Գիտեք, համբերության մասին խոսեցինք, համեստության մասին խոսեցինք, ինձ ուրիշ հարց էլ է հետաքրքրում, ես գիտեմ, որ դուք շատ անկեղծ եք։ Դուք չափից անկեղծ եք։ Այդ անկեղծությունը այս իրականության մեջ ձեզ շատ չի խանգարում։ Ես օրինակ շատ երջանիկ եմ, որ անկեղծ մարդկանց հետ եմ շփվում եւ ձեր կողմի ժողովուրդը բոլորն են անկեղծ։ Շնորհակալ ենք։ Դա հիացնում է ուղղակի, բայց վստահ եմ ձեզ շատ խանգարում է դա։ Թե չէ, կոտրեք այդ մտածողությունը։ Խնդրեմ։ Մեջբերեմ անկեղծությունը իհարկե երբեմն վատ դրություններու մեջ է դնում, բայց ժամանակավոր նեղություն է բերում, բայց վերջում եթե long term նայենք, ավելի ճիշտ է լինում մարդ իրար հետ անկեղծ, քան երբեմն ես տենց եմ համոզված, իմ ընկերներն կարծեմ, որ տենց է։ Ես էլ եմ այդպես կարծում։ Այո, որ երբ որ մեկը անկեղծ չլինի, մյուսի հետ կարա այդ ժամանակավոր ուրախությունը բաժարի, բայց վերջ ավելի բարդ խնդիրներ։ Կեղծավորությունը տեղ չունի ձեր կյանքում։ Շատ ճիշտ։ Երկար ճանապարհ չի գնա։ Եթե անկեղծ չլինի, մեկը չեմ կարծում, որ երկար ճանապարհ կկարողա գա։ Այդ իմաստով այսինքն։ Եթե ուզում ենք երկար մնանք, պետք է անկեղծ լինենք, որ ամեն մեկը իմանա ոնց է ճիշտը, արդեն որ 1.5 տարի միասին ենք, արդեն իրար ճանաչում ենք, իհարկե Սիրիայից բոլորս իրար ճանաչում ենք։ Դե ձեր մեջ չէր խնդիր, ընդհանրապես նկատի ունեմ անկեղծությունը։ Ես վստահ եմ, որ դուք ձեր մեջ խնդիր չունեք անկեղծության, որովհետև դուք բոլորդ անկեղծ եք։ Հաջողություններից մեկը հենց անկեղծությունն է, այո, ճիշտ է։ Համեստություն, անկեղծություն, իրականում ես այս բոլոր հարցերի պատասխանները գիտեմ, որովհետև շատ լավ եմ ճանաչում մեր հյուրերին, բայց ուզում էի, որ եթերում անպայման հնչենես մտքերը, որովհետև շատ կարևոր են, եւ մենք միշտ մեր կյանքում յուրաքանչյուր մարդից սովորելու, լսելու, ինչ որ բան վերցնելու հնարավորություն ունենք, դրանից պիտի օգտվենք։ Այո։ Ինչ լսենք հաջորդիվ։ Պիտի լսենք ժողովրդական երգերու շարան։ Գանչում եմ արի։ Ու գնացինք։
Կանչում եմ արի Յարբոյիդ մերն է Չես գալի մուխըտ մարի ասա ինչ անեմ Կանչում եմ արի Յարբոյիդ մերն է Չես գալի մուխըտ մարի ասա ինչ անեմ Եղան գառնան կանաչ թռները գնարդարան աղբյուրները բինգյոլի շարվե շարան անցան զուգված ուխտերը յարսել գնաց յայլաները բինգյոլի շարվե շարան անցան զուգված ուխտերը յարսել գնաց յայլաները բինգյոլի Սնցիգերտա մազերն արցագել շաղդալ են գերտա յարոջ աշկիտեն գակավի նման սերանել են յար ելել է գերտա այն արեն արե չիգարս վարե իմ սիրած յարը աղմին ու ճարե այն արեն Yare աղմին ու ճարե իմ սիրած յարը աղմին ու ճարե Կրկին ծափահարություններ են մեր եթերում, շնորհակալություն եմ հայտնում յուրատեսակ մոտեցման համար, այո դուք ճիշտ եք, դուք ձեր գործն եք անում եւ ձեր հետաքրքիր յուրատեսակ երաժշտական գունապնակը ցանկացած երգում կա եւ այն վառ է ու ակնհայտ հետաքրքիր լուծումներ կան եւ ձեզ մոտ, հա, ձերպես, այսպես կարող ենք անվանել Եվ շարունակելով մեր եթերը, իհարկե այստեղ on-line հարթակում շարունակում են գրել հարգելի եւ շատ սիրելի Նայրա Սարգսյան ջան, ձեր ցանկությամբ համերգային ծրագիրը չէ սա, պատվերներ չենք ընդունում, որովհետեւ բենդը նախապես ունի պատրաստած կատարումներ, որ պիտի ներկայացնի ձեր ուշադրությանը, իհարկե ես կընթերցեմ ձեր մեկնաբանությունը, բայց վստահ չեմ, որ շայնի կատար կացենք։ Այստեղ Նայրա Սարգսյանն ասում է, որ խնդրենք Սարգիս Ատամյանին կտորը երկինքը կկատարի, բայց մենք ունենք պլանավորած, չէ՞ ծրագիր եւ պետք չի շեղվենք։ Ասա Սարգիս ջան։ Կատարեմ այո, սիրո։ Հա, շատ բարի ես։ Ես կկատարենք, եթե պապակ կա կկատարենք, Խնդրեմ, որ ասում եմ։ Հիմա կատարենք։ Արմինե Հովսեփյանի մեկնաբանությունն էլ կարդամ, հետո ասում է բարի ջերմառատ բոլորիս, գեղեցիկ ավարտ ձեր եթերաշրջանի համար, անհամբեր կսպասենք մեր հանդիպմանը աշնանը։ Այսպիսի ռադիո լսողներ ունենք, որ նրանք գիտեն, որ հուլիսով ավարտում ենք եթերաշրջանը, բայց օգոստոսին կարող եք լսել մեր երաժշտական առավոտի լավագույն հաղորդումների կրկնությունները։ Հասկանալի է բոլորիս հանգիստ է պետք, բայց մեր մասին չմոռանաք Լուսինե ջան, ողջույններս ձեր հյուրերին, չէ՞ ոնց կարող ենք մոռանալ ձեզ անենալ է դա։ Ինչ հիմա ուզում եք կատարել մեր ռադիո լսողի փափագը։
Տեսեք, ձեզպես եմ խոսում։ կկատարենք սիրով մեկ հատված։ Մեկ հատված, այո։ Խնդրեմ։ Այստեղ առանձնահատուկ ծափեր, շնորհակալություն ենք հայտնում։ Իդեպ մեր ռադիոլսող Նաիրան Սարգսյանով ցանկություն էր հայտնել լսել են ստեղծագործությունը, ասում է անչափ շնորհակալ եմ խնդրանքս չմերժելու համար եւ սրտիկ բնականաբար։ Հա, այն որ ծրագրի սկզբնական հատվածում ասացի, որ շատ բարի եթեր է լինելու մեզ մոտ այսօր, այս է նկատի ունեի, մարդիկ բարի են, ստեղծագործությունները բարի են եւ մեր հույզերն էլ առավոտից ստացվում են շատ բարի։ Իսկ դա լավագույն տարբերակն է առավոտը սկսելու, որովհետեւ չպես սկսես առավոտն այնպես էլ կանցնի օրը, ինչ վերաբերում է հանգստյան օրերին, ապա լիահույս ենք, որ վաղը նույնպես այս գեղեցիկ տրամադրությամբ կշարունակեք։ Ինչ լսենք հաջորդիվ, որովհետև ես նայում եմ, որ մենք շատ ենք խոսում ու քիչ ենք նվագում։ Մի քիչ ավելի երաժշտական, խնդրեմ։ Ուրեմն մենք շատ արագ ասեմ, մենք մի հատ այսպես տեսահոլովակ ենք նկարել։ Այո, խումբով նույն երկն ենք ներկայացնել մեր ոճով։ Ձեր ոճով։ Այո, հիմա այդ ենք ներկայացնելու։ Գնացինք։ Հետաքրքիր է ինձ այդ նույնն ինչ տարբերակով եք դուք ներկայացնելու։ Ես սիրել եմ մի աղջկա, որի անունները նուն է, իմ նուն է իմ փախսերին դարան, ես մնացի առանց նուն է, իմ նուն է իմ փախսերին դարան, ես մնացի առանց նուն է, նուն է արին զի սիրել, նուն է արին զի սիրել, եկեք մի ճարանենք, իմ նուն է իմ փացնենք բերենք, առանց նուն է ես կյանք չունեմ, առանց նուն է ես այրվում եմ, առանց նուն է ես կյանք չունեմ, առանց նուն է ես այրվում եմ, նուն է արին զի սիրել, նուն է արին զի սիրել,
Ահա, ծափեր են հնչում հիմա մեր եթերում։ Ես առանձնահատուկ էլ շնորհակալություն եմ հայտնում ակտիվ ռիթմերի համար։ Շատ հետաքրքիր էր ստացվել, շատ հետաքրքիր էր։ Դեսահոլովակը կա բանում մեր էջում։ Լավ։ Մենք իդեպ մեր ռադիոլսող Արմինե Հովսեփյանը հարցնում են ներողություն մի հարց, որտեղ կարող ենք լսել այս գեղեցիկ խմբի կատարումները։ Օրինակ YouTube-յան հարթակում տեղադրում եք ձեր կատարումները։ Ինչ պիտի գրեն YouTube-ով, որ գտնեն ձեզ։ High Beat Band երևի։ Ուղղակի High Beat Band գրում եք եւ կբերի։ Հա։ Ինչ։ Կոմենտներում գրել եմ։ Ահա, արդեն մեկնաբանությունների դաշտում շատ արագ են աշխատում, օպերատիվ են, էլի խմբի անդամները, շատ արագ արդեն տեղադրել է։ Մի հատ բան ուզում եմ Խնդրեմ։ Տեսնեմ, High Beat Band Parent, ընդհանրապես հայը տենց որոնում են որպես HAY, որը hey կգարտացվի։ Hey։ Բանդի անունը հայ է, HYE band, որովհետեւ երբ որ օդարները գարտան, այդ բառը հայ գարտան է, ոչ թե hey գարտան։ Ահա։ Դրա համար երբ որ մտածեցինք փոխել է, այո։ High Beat Band-ը ու ակրությունը կարող է մենք սխալ գարտանք Հայաստանի մեջ, բայց ինքը ճիշտ բառը հայ կգարտացվի։ Հայ պիտի Ինչպես կարտացվի։ որ buy բառը BYE։ Հասկացա։ Հետաքրքիր եք մտածել, այնպես որ հարգելի Արմինե, ձեր գրառման հենց մեկնաբանության տակ արդեն Արան տեղադրել է, թե ինչպես պետք է գտնեք, որպեսզի լսեք նրանց կատարումները։ Վիգեն Եղիազարյանը բարի լույս է ասում եւ շնորհակալություն հայտնում հիանալի օրվա սկիզբ նվիրելու համար, խնդրենք սիրով։ Նազիկ Մանուկյանը ասում է Աստված օրհնի ձեզ։ Իսկ մսրանց լավ վախտանք չկա, հաջորդը ինչ լսենք։ Մի հատ հետաքրքիր երգ կա, որ մենք հաջախանում ենք, թե աչերս քեզ որոնք։ Վայ, սիրելի երգ ես կասե, հիմա շատերի մոտ մելանխոլիկ, ռոմանտիկ տրամադրություն է սկսվելու։ Դե գնանք ռոմանտիկայի գիրք նկնենք։ Թե աչերս քեզ որոնեն Ես կփակեմ մուտքովերով Որ աշխարում ես չտեսնեմ Որ աշխարում ես չտեսնեմ Եվ խենթ լեզուս անունը դա Ես կսեղմեմ ադամներով Որ անունտիս Որ անոնտիս իշուշունչան Բայց եր սիրտ է ուզում Արնել կեզից հերքերիս մեջ Ինչով պագեմ սրդիս խոսքը Սրդիս նեզում ինչով պագեմ Աչերս քեզ որոնեն Ես կփակեմ մուտքովերով Որ աշխարում քեզ չտեսնեմ Որ աշխարում քեզ չտեսնեմ Եվ խենթ լեզուս անունը դա
Ես կսեղմեմ ադամներով Որ անունտից իշուշունչամ Որ անունտից իշուշունչամ Պայս երսիր սիրս է ուսում Արնել քեզի ցերքերիս մեջ Ինչով պագեմ սրտիս խոսքը Սրտիս տեզում ինչով պագեմ Սրտիս տեզում ինչով պագեմ Սրտիս տեզում ինչով պագեմ Կրկին ծափահարություններ, մի տեսակ ձեր, չգիտեմ, կատարողականությամբ էլ ավելի ռոմանտիկ էր ստացվել այս գործը, մի տեսակ ուրիշ քաղցրություն կար, հաջան, չէ, լավ իմաստով նկատի ունեմ, իսկապես շատ հետաքրքիր քաղցրություն կար։ Շնորհակալ ենք, մենք այս երկը հաջախանում ենք, այսինքն այս մեր ծրագրի հիմնական երկերից մեկն է, որ նաև ոճային առումը որ համապատասխան է մեր ոճին։ Ու չհանեք այս երկը ձեր ցանկից։ Չհանեք, որովհետև իսկապես բառերի, էմոցիաների տեսանկյունից շատ յուրահատուկ երգ է ու շատ սիրված եւ ձեզ մոտ էլ շատ լավ է ստացվում այս երգը։ Շնորհակալ ենք։ Որ երգն է, որ ցանկացած տեղ կապ չունի, որտեղ եք ելույթ ունենում, առավել բուրըն արձագանք է ստանում, նույնիսկ ուզում են որ կրկնեք։ Այս երգը։ Հենց այս երգը։ Այո։ Իզուր չէր էլի, որ հիմա այդ հարցը առաջացավ։ Ճիշտ տեղին էր հարցը։ Ինչ լսենք հիմա։ Լսում ենք ով սիրուն սիրուն։ Հատուկ այսպես գեղեցիկ փունջ եք երգերի ընտրել, որ առավոտ ռադիոլսողները միայն վայել են, գնացինք։ Սիրուն ինչու մոտեցար սրտիս գաղտնիքը ինչու իմացար մի ամեն սիրով ես քեզ սիրեցի բայց դու անիրավ դավաճանեցի մի ամեն սիրով ես քեզ սիրեցի բայց դու անիրավ դավաճանեցի Եթե դեստեմ օրերից մի օր դու մանես գալիս դխուրում ոլոր ընգեր գտարնամ ես քո վշտերին մենակ չեմ թողնի
սիրած յարի ընկեր գտարնամ ես քո վշտերի մենակ չեմ թողնի իմ սիրած յարի Կրկին ծափահարություններ ու կրկին շնորհակալություն հրաշալի ստեղծագործություններ ներկայացնելու համար մեր ռադիոլսողները շատ ակտիվացել են եւ դրա մեղավորը դուք եք։ Այո, թեպետ ինձ են շնորհակալություն հայտնում, բայց Նաեւ ես շնորհակալություն։ Ես կապ չունեմ։ Նազիկ Մանուկյանն ասում է Լուսինե ջան, Աստված օրհնիք է, շնորհակալ եմ իհարկե, բայց եթե տղաները չլինեին, այս եթերը չէր լինի, այնպես որ եկեք շնորհակալություն հայտնենք տղաներին։ Հրաշալի ու գեղեցիկ բարի առավոտի համար Վազգեն Հովհաննիսյանն ասում է տաղանդավոր մարդկանց բարի լույս։ Բարի լույս, այո։ Նելի Բուտաղյանն է ասում բարի լույս Լուսինե ջան, ես նոր միացա ձեր հաղորդմանը, շատ հավես ու հազվագյուտ մարդիկ են ձեր հյուրերը, ապրեք որ սենց լավ հաղորդում եք, որ կարողանք նաև անկեղծ քաղցր նոր երգեր լսել ու տեսնել կատարողներին։ Այո, իսկապես կատարողները հիասքանչ են եւ ամենակարևորը ունեն շատ մաքուր ու բարի սիրտ։ Վարդիտեր Գևորգյանն ասում է Աստծո օրհնությունը բոլորիդ սուրճ ու սեր առավոտից, բայց եկեք չմոռանանք, որ այսօր երաժշտական առավոտն է, դրա համար էլ մեզ մոտ երաժիշտներ են եւ ռադիոհամերգն է ուղիղ եթերում ու մենք վայելում ենք սիրված երաժշտական կատարումներ, հաճելի երգեր եւ քանի որ քիչ ժամանակ ունենք, տեսնենք հաջորդը ինչ ենք լսելու, իդեպ ունենք մոտավորապես 10 րոպե Սարգիս ջան։ Okay, շատ լավ։ Հիմա ինչ ենք լսելու, ինչ եք որոշում։ Մի հատ ժողովրդական երգ ենք անելու Նամինազունի։ Էլի սիրված է։ Մեր ոտով։ Նամինազունի, նազունի, նազունի գնացինք։ Եկան քարնան անուշ օրերը ծաղկով լցված տաշտերը զորեր Յարը սուգվել սեյրանը գերտա հակված կապված ալվան շորեր Եկան քարնան անուշ օրերը ծաղկով լցված տաշտուց օրեր Յարը սուգվել սեյրանը գերտա հակված կապված ալվան շորեր Նամինազունի, նազունի, նազունի Սերքին սազունի, սազունի, սազունի Նամինազունի, նազունի, նազունի Սերքին սազունի, սազունի, սազունի Շալելով սեյրանը գերտա Դարձել է չեյրանը գերտա Շալելով սեյրանը գերտա Դարձել է չեյրանը գերտա Ardut եկավ մտավարը դբել բուլի չհավը կրգեց վարդը Հազար սիրունը հազար հեք ինչ են իմանա սրդիս տարդը Ardut եկավ մտավարը դբել բուլի չհավը կրգեց վարդը Հազար սիրունը հազար հեք ինչ են իմանա սրդիս տարդը Նամինազունի, նազունի, նազունի Սերքին սազունի, սազունի, սազունի Նամինազունի, նազունի, նազունի Սերքին սազունի, սազունի, սազունի Շալելով սեյրանը գերտանք Դասել է շեյրանը գերտանք Շալելով սեյրանը գերտանք Դասել է շեյրանը գերտանք Շալելով սեյրանը գերտանք Դասել է շեյրանը գերտանք Շալելով սեյրանը գերտանք Դասել է շեյրան գերտանք Կրկին ծափեր մեր եթերում կրկին հաճելի լավ տրամադրություն, իդեպ էս երգը շատ էլի ձերն է։
Այսպես կարող ենք ասել, հա, մի տեսակ էլի ձերն են երկի պես, սա էլ է մտածիմնական ցանկ, ճիշտ եմ, թե ոչ։ Այո։ Տեսնում եք ոնց Այո, են հիմնական է, այո։ Էլի սիրելի երկերից է եւ այո, շատ հաճելի հույզեր ու հուշեր արտնացրեցիք վստահ եմ շատերի մոտ եւ կուզեի հաջորդ երկին էլ պատրաստվենք, որովհետեւ քիչ ժամանակ ունենք, ահա, այո, խնդրեմ։ Ժամանակ Մոտավորապես 2 երկ կհասցնենք։ 2 է։ Այո։ Ահա, շատ արագ որոշում են, հիշում եք, սկզբում հարց տվեցի, թե ճկունեն արդյոք եւ կարողանում են շատ արագ փոփոխել ծրագիրը, այսօր այդ տարբերակներից է զուտ ժամանակի սղության պատճառով, եթերաժամը միշտ երբ հաճելի է, արագ է ավարտվում եւ մոտենում ենք արդեն վերջնագծին։ Յազի փշերնինո բաչեմ յարիստը շերնինո ալակյազի փշերնինո բաչեմ յարիստը շերնինո ախնինո նինո սաչեչե ես դուրեմ յարս կեֆի մեջե ախնինո նինո սաչեչե ես դուրեմ յարս կեֆի Ալակյազի փշերնինո բաչեմ յարիստը շերնինո ալակյազի փշերնինո բաչեմ յարիստը շերնինո ախնինո նինո սաչեչե ես դուրեմ յարս կեֆի մեջե ախնինո նինո սաչեչե ես դուրեմ յարս կեֆի մեջե Կրկին ծափահարություններ, շնորհակալություն ենք հայտնում, վերջում որոշել եք ակտիվ ռիթմերը շատացնեք, հագեցնեք ավելի շատ, հա? Ճիշտ եմ հասկանում։ Եվ իհարկե ունենք ընդամենը, ես կասեի 4 րոպե, այո, չէ, 4 չէ, կներեք, 4 չէ, եթե դիտարկենք, ապա կարող ենք ասել 6 րոպե, նույնիսկ եթե շատ ուզենք 2 երգ էլ կլսենք, դուք որոշեք։ Կարող ենք մի երգ հիմա լսել եւ հետո եզրափակել վերջին երգով։ Ինչ ենք լսում։ Մենք ավարտելու ենք մի հատ շատ գեղեցիկ հայրենասիրական երգով։ Եկեք հիմա դա լսենք։ Հանկարծ մի այնպես չստացվի, որ եթերաժամանակը չբավականացնի, եթե իհարկե արդեն տրամադրվել եք, որ դրանով եք փակելու ծրագիրը։ Ուզեք մարտիկի երգով։ Okay։ Անում ենք մարտիկի երգը։
Չէի մտքով։ Էլի սիրելի կատարումներից, որ չես հոգնում երբեք անվերջ կարող ես լսել այդ ստեղծագործությունը։ Նաև մեր ծրագրի հիմնական Էլի հիմնական երգերից է։ Դե ինչ, միասին վայելենք, իսկապես սիրելի կատարումներից է։ Տեսնենք ձեր տարբերակով ինչպես է հնչում։ Թրջեի մտքով դու ուրի մայրն է արդում դեսնեի այն արու գարոտով ես անհու որ ամեն մի գարուն չրերով Գաչում էր սարերում դեսնեի այն արում գարոտով ես անհու որ ամեն մի գարուն չրերով վարարում գարգաչում էր սարերում Թեքվեի աղբյուրի գարոդած բաղջրի լինեի հանտերում մեր կանանչ մարգերում ուրձագունք եմ պուրում ուրմանում Միշտ համբուրում լինեի հանտերում մեր կանանչ մարգերում ուրձագունք եմ պուրում ուրմանում օրերում ովներ ինձ միշտ համբուրում Թե չընկնեմ ես մարդում Ախ իմ մայր թանկագին Դուն գկամ ես գրգին գսպոպեմ քո հոգին Ամպույրով սրդակին Գսեղմեմ քեզ իմ գրսկին Ախ իմ մայր թանկագին Դուն գկամ ես գրգին գսպոպեմ քո հոգին Ամպույրով սրդակին Գսեղմեմ քեզ իմ գրսկին Թրջեի մտքով դու Ուրի մայր նե արդում Անչափ շնորհակալ ենք այսքան հուզիչ շավարտի համար, գեղեցիկ կատարման համար, իսկապես շնորհակալություն ենք հայտնում 1.5 ժամ գեղեցիկ պահեր պարգևելու համար, հարգելի ռադիոլսողներ, իսկ ես հիշեցնեմ, որ այսօր հանրայինի ուղիղ եթերում երաժշտական առավոտի հյուրերն էին հայ Beat Band-ի տղաները, իսկապես անչափ շնորհակալ ենք ղեկավար Սարգիս Ադամյան, վաղուց մեր ընկերներ եւ վստահ եմ նաեւ ձեր ընկերները հարգելի ռադիոլսողներ։ Դե ինչ եթերում այսօր աշխատեցի ես Լուսինե Մուրադյանն եմ, մաղթում եմ ձեզ աճելի հանգստյան օրեր եւ հրաժեշտ եմ տալիս առաջարկում շարունակել հետեւել հանրայինի աշխատանքին, մնացեք մեզ հետ։